Սիրելի Իջևանի բնակիչներ, այսօր ապրիլի 7-ն է և Աստծո կամքով այսօր ուզում ենք տոնել մի տոն, որ Աստծո տոնն է, որ կոչվում է Զատիկ։ Այսօր տա Աստված, որպեսզի ամեն ոք հասկանա ինչ է Զատիկ։ Այսօր տա Աստված հնարավորություն ամեն մեկիս մտքերը բացելու, մեզ հասկացնելու, որ Զատիկը արարողություն չի։
այլ զատիկը մի օր է, որ մարդ կարող է կյանք ստանալ Աստծուց։ Որ զատիկը ձուն երկել չի, այլ զատիկը սիրտ բացել Աստծո առաջ, մարդու էությունը ներկայացնել Աստծո առաջ, նա որ ճանաչում է ամեն մեկիդ, որ ստեղ ներկա եք, դեռ մանկուց, որովհետև դա ասում է Աստվածաշունչը, նա որ մեզի ճանաչում է, մեզ գիտի, այսօր նա հնարավորություն է տվել, որ ամեն մի հնարավորություն իրենից է, որ մենք այսօր բացենք մեր սրտերը իր առջև, դավանենք իրան որպես Տեր, տնօրեն մեր կյանքի ու էության։ Փառք Տիրոջը այսօրվա այս հնարավորության համար ես կխնդրեմ, որպեսզի բոլորս էլ ոտքի վրա Հայր մեր աղոթքով գանք այն Աստծո առջև, որ երկինք ու երկիր է արարել։ Միգուցե դու իրան չես ճանաչել քո կյանքի ընթացքում, բայց ինքը քեզ ճանաչել է, այսօր ուզում է դու կանգնես իր առջև։ Այսօր դու իրան ասես Տեր, իսկ ինքը քեզ ասի որդիս, փառք իրան, գանք։ Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա։ Ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ու ներիր մեր բոլոր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, մեզի փորձության մի տանի, այլ մեզի չարից փրկի, որովհետև քոնն է թագավորությունը, քոնն է զորությունը, քոնն է փառքը։ Այսօր քո զատիկի լույսը, քո զատիկը տարածես մեր ամեն մեկիս վրա, փառք ես։ Խնդրում ենք Տեր, քո սուրբ հոգով, քո հրեշտակներով ներկա լինես այս վայրի մեջ, մաքրես սրբես այս տեղանքը Տեր, քո աստվածային լույսով։ Եվ խնդրում եմ այսօր նորանոր անուններ գրես քո կենաց գրքի մեջ և շատերի համար այսօր լինի վերստին ծնուն, հոգևոր առաջի կյանք, փառք ես։ Շնորհակալ ենք քո ներկայության համար, առավոտվես Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա։ Աստված օրհնի։
Մենք հավաքվել ենք Տիրոջ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ եւ ես ձեզ ուզում եմ շնորհավորել այդ տոնի կապակցությամբ։ Այժմ Տիրոջ ողորմությամբ ես ուզում եմ ձեզ համար կարդալ Սուրբ գրքից 146-րդ Սաղմոսը։ Քաջը կառնեմ ես իմ կյանքումը, իմ Աստծուն սաղմոս կասեմ, քանի որ կան։ Մի հուսակ իշխաններին, մարդի որդին, որի մոտ փրկություն չկա։ Անոր հոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա։ Նույն օրը կկորչեն նրա խորհուրդները։ Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսը իր Եհովա Աստծու վրա է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամենը, որ հավատարմություն է պահում հավիտյան, որ իրավունք է անում զրկվածներին և հաց տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին, Տերը բանում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկնածներին, Տերը սիրում է արդարներին, Տերը պահում է պանդուխտներին, նա ընդունում է որդին և որդևայրին, բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։ Տերը կթագավորե հավիտյան, քո Աստվածը ով Սիոն ազգ է մինչև ազգ, ալելույա։ Արդ քեզ արժանի նախատինքների ինչ խոսքեր գրեմ, մաղթանքներիս այս կտակավացյան ողբերգության մեջ ով անձնին թշվար, իսկ բառ անպատկար, պատասխան տալու համար անբարբար, անպիտան, Աստծո և սրբերի հետ հաղորդակցվելու, զիեգեմի լիճ, ծուղերը նույնիսկ թանակի փոխեմ, և բազմասպարես դաշտերն իրենց ողջ անսահմանությամբ դարձնեմ մագաղատ, և եղեգների շամփ պուրակներ, անտառներն ամբողջ կտրելով միայն գրիչներ շինեմ, դարձյալ չեմ կարող բարդաված իմ անթիվ անօրենությամբ մի չնչին մասնիկ իսկ գրել։ Եթե անգամ ողջ մայրի անտառներն այն Լիբանանի, զոդելով դարձնեմ կշերքի լծակ, և մի նշարինի պրև կշրաքար, Արարատ լեռը դնելու լինեմ, դարձյալ չի կարող, նա իր ծանրությամբ իջնելով հասնել, համազուգակցել ու հավասարվել մյուս նշարի անձանքից հետ։
կարգի, Քրիստոս արարիչ, խոստովանված կյան, դրություններն ու վրիպումներն այս, բազմախաչին Բողբամասյանի, ամենազոր քո խոսքով լրացած, մատուցիր, որպես հաճելի ախերց, երկնավոր քո հոր։ Մեզնից ստացած ազգակից մարմնով, մեղապարտից տեղաղոթելով միշտ հորդ փառագից, որքան առավել և այժմ պիտի հաճես կարեկցել։ Thank you.